Խելացիներին պասիվությունը տգետների կառավարման հիմք։ Որոշ մարդիկ համոզված են, որ իրենց խելացիությունը ապացուցելու լավագույն ձևը քաղաքականությունից հեռու մնալն է։ Նրանք կարծում են, թե կեղտոտ խաղերից դուրս մնալը բարձր մտավոր մակարդակի նշան է։ Խելացի լինելը միայն վերլուծելու կարողություն չէ սես, դա նաև պատասխանատվություն է, մասնակցելու, հասկանալու, ձևավորելու։ Սակայն իրականությունը ավելի բարդ է։ Քաղաքականությունը պարզապես կուսակցությունների պայքար չէ։ Դա հասարակության կառավարման մեխանիզմն է, որը ազդում է յուրաքանչյուր մարդու կյանքի վրա, կրթությունից մինչև անվտանգություն, տնտեսությունից մինչև իրավունքներ։ Քաղաքական անտարբերությունը հաճախ ոչ թե իմաստության, այլ ազդեցությունից հրաժարվելու եւ անուղղակի տգետին հպատակվելու ձև է։ Ի վերջո, հասարակությունը չեն ղեկավարում ամենախելացիները, այլ նրանք, ովեր մասնակցում են։ Պարադոքսը հենց այստեղ է։ Նրանք, ովեր իրենց համարում են վեր քաղաքականությունից, փաստացի հրաժարվում են ազդեցությունից։ Երբ խելացի եւ գիտակից մարդիկ դուրս են մնում այդ գործընթացից, առաջանում է վակուում, որը լցվում է տգետ, հիմար, անարժեք մարդկանցով։ Իսկ հետո զարմանում են, թե ինչու են որոշումները ընդունվում առանց իրենց մասնակցության եւ տգետների կողմից։ Խելացիների չմասնակցության դեպքում տգետների իշխանության գալը դառնում է ընդամենը ժամանակի խնդիր։ Այնպես որ տգետներին իշխանությունից հեռացնելու միակ ձևը դա ընտրություններին խելացիների մասնակցությունն է։